Ահա թե ինչու պատմությունը մեր լսել չի ուզում։ Մի օր իմ վերջին փոքրիկ աղջկան ուզում էի պատմել պատմությունը մեր, թե իր անունը ինչու ենք արդյոք մենք անի դրել։ Սակայն մի փոքր, երբ սկսեցի պատմել ես նրան Եղեռնի դարժան պատմությունից մեր, արցունքն աչքերին, ձեռքերն ականջին, սկսեց մեկից բղավել։ Չեմ ուզում լսել, ոչ թե չեմ ուզում իմանալ մայր իմ պատմությունը մեր, ոչ թե չեմ ուզում իմանալ մայր իմ անցյալն իմ ազգի, այլ վախենում եմ սիրտս այդ ցավից էլ չբաբախի, այլ վախենում եմ սիրտս այդ ցավից տեղից դուրս ժայթքի, ականի նման և գուցե պայթի։ Ինչպես կարող է մարդ արարածը գազանաբարո մարդու խոշտանգել, ինչպես կարող է մարդ արարածը անմեղ մանկանցը ողջ թրատել, թե սուրբ է մայրը, ինչպես կարող է սուրբ մայրը հանկարծ գիշատիչ ծնել, և իր լամուկին միայն հայերի արյունով սնել, լրիր խնդրում եմ, մայր իմ սիրելի, չեմ դիմանում ես ազգիս ցավերին, քո պատմածի մեջ տեսնում եմ կարծես 1.5 միլիոն մորթված հայերին, իմ նախնիների նահատակներին, մի պահ կարծես թե քայլում էի կողքով ես շիրիմների, չէի ուզում մայր իմ այդքան խորանալ, համեր ուզում էի ցավս իմանալ, ուզում էի մեկ էլ գոռալ, բղավել, մեր պատմության դեմ երբեք չլռել, ուզում էի ինքս էլ պայքարել, գազանների դեմ մինչ վերջ մաքարել, ուզում էի դուրս գալ նրանց դեմ առ դեմ ու գնալ ընդդեմ տանջամահ եղած ծերերի ցավից, մանկան ճիչերից ու հղի կանանց տանջված հայացքից, մեր մանուկների անպաշտպան կյանքից, հոշոտվածների կոծ ու մրմուրից, մորթված հայերիս արյունով լափող, մորթված հայերիս արյունը լափող, չբիժված թուրքի արյունով էլ ես ուզում էի գրել վրեժ իմ սրտին ու գոռալ ուժգին, որ ավիրել էին չքնաղ իմանին, որ տիրացել էին իմ լեռ ու քարին, Սիս ու Մասիսին, իմ Արարատին դարձել էին կեղծ տեր, նրանց դու պատժիր իմ երկնային տեր, արազիս մաքուր ջուրն էին պղտորել, ազգիս էին մորթել, վանքեր ավիրել, ոմանց անխնա ողջ խորովել, դեռ կես տոկոսն էի մորիցս լսել, ողջ էությամբ էր ներսս փոթորկվել, 1.5 միլիոն հայեր են մորթվել, լոկ նրա համար, որ հայ ենք եղել, իմ հանճարների արյունն էր հորդել, իմ պատմությունը սիրտս է խորովել, դրա համար ենք երգում հորովել, դրա համար է կոմիտասը մեր անտունին գրել ու խելագարվել, որովհետև իր աչքի առաջ ողջ գերդաստանն էին անխիղճ թրատել, չէ, իմ հայ ժողովուրդ, չպետք է լռել, անցել է արդեն մոտ 100 տարի, հայ մանուկն անգամ չպետք է լռի, բա ոնց չիմանայինք պատմությունը մեր, բա ոնց չիմանանք մենք մեր թշնամուն, ներիր ինձ մայր իմ, բնից դուրս եկավ իմ անզուսպ լեզուն, որ ասացի թե պատմությունը մեր լսել չեմ ուզում, ոչ թե չէի ուզում, այլ չէի կարողանում, որ դիմակայի այդքան ցավի դեմ, թող սերունդը մեր երբեք չլռի իր թշնամու դեմ, եկեք ազգովի դուրս գանք պայքարի, չէ որ լռել ենք մոտ 100 տարի, իսկ հիմա արդեն արյունն է խոսում 1.5 միլիոն մորթված հայերի։